Բարի լույս ժողովուրդ ջան։ Ուզում եմ դիմեմ մի հատ Նարեկ կա համացանցում, բլոգեր է, քաղաքական գործիչ է, տաքսիստ է, չեմ անում, կրոնական հարցեր լուծող է, զավոդ սարքող է, վերջի ես չջոգեցի հետով է։ Բայց մի բան ասեմ, որ մի հատ պերսոնաժի է ինձ հիշեցնում, մի հատ այնպես մուլտիկ կար է, Պասպարտու 80-օր աշխարհի շուրջ, որ գնում են, պտտվում են, հասցնում են, որ պրինցեսայի հետ ամուսնանա իր շեֆը։ Հա, հիմա ուզում եմ ասեմ, այդ Պասպարտուն լավ կատարող էր, էլի։ Շեֆը ինչ ասեր, այդ Պասպարտուն են, որ ասում է, գետնի տակից էլ ամեն ինչ գտնում էր, հասցնում էր, ամեն ինչ անում էր, որ իր շեֆը հասնի իր նպատակին։ Հիմա այս Պասպարտուի ոչ շեֆն է բանի պետք, ոչ այս Պասպարտուն է բանի պետք։ Այն մարդ, ես ուզում եմ հարց տամ։ Ինձ հետաքրքիր է, էլի։ Նարեկ, вообще դու ով ես։ Ապեր դու ով ես։ Դու ուր էիր այսքան ժամանակ։ Մի հատ կարելի է հասկանալ, ուր էիր։ Ինչացու էիր։ Այդ երկրի որ հարցով ես դու տենց տապակվել, որ այսօր առավոտից իրիկուն սենց համացանցում անգաս տո տաքսում ես, տո ես ինչ։ Հա, իմիջիալոց ինձ հետաքրքիր է։ Այդ որ գիծն ես քշում։ Ինձ փող չես տալու, ես եմ քեզ փող տալու, որ դու ինձ տանես։ Չգիտեմ, Երևան, Գյումրի ես քշում։ Որ գիծն ես քշում, էլի ախպեր, լասա հասկանանք, էլի, ես էլ եմ ուզում քո կլենտը դառնամ, էլի։ Որտեղ լիքը հարցեր ունեմ, լիքը, ու ես ուզում եմ, որ դա զապիս լինի, ուզում զապիս լինի, դնես մի հատ համացանց, տենա ժողովուրդը ինչ է մտածում քո մասին, քո պապաների մասին, քո հոպարների մասին, հա, Ռուսաստանում արածների մասին, բաց, պետատուտ խոսենք, էլ մի հատ հասկանանք, ուզածդ ինչ է, ասենք քեզ թվում է, որ դու 30 տարի այն ինչ որ արել են քո տոհ մուծեղը, ասենք հիմա որ եկել ես սենց սիրուն պուպուշ կանգնել ես ժողովուրդ ջան, զավոդ պետք է սարքենք, դեպրոց մի սարքեք բան, այս մտքերդ Դու вообще ուզում հասկանում էլի, դու вообще կողքից քեզ տեսել ես Նարեկ։ Դու հասկանում ես ինչքան ժողովուրդ է ղժում քո վրա, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս, էլի։ Դու իրոք գիտակցում ես ինչքան ժողովուրդ է վրա ղժում։ Դու հասկանում ես, որ դու նայում ես վերև ու ասում ես, «Էդի մեր լարերը չի, էդի ինտերնետի գիծա», դու հասկանում ես դա ինչ է ասում։ Սա երկու բան կարա ասի, հա, երկու բան։ Նարեկ ջան, նման դեպքերում կամ այդ երեխին կոնկրետ քո մասին եմ խոսում, կամ այդ երեխին կյանքում ինտերնետի լարի չի խփե իր տեղն են ամեն ինչ արել։ Իսկ նեն որ գտալով դնում են բերան ուտելիքը, կամ այդ տեսակն է եղել։ Կամ էլ ախպեր ջան, ինչ որ մի բան քո հետ այն չի։ Այսինքն հասկանալու հետ ինչ որ խնդիր կա։ Հասկանում ես։ Ես քեզ ամենայն ազնվությամբ եմ ասում, ես որ նայում եմ քեզ, հասկանում եմ, որ քո հետ ինչ որ մի բան այն չի։ Ինչ էլ չեմ ջոգե։ Եսի նկատի ունեմ медицинской точки зрения, հասկանում ես։ Ինչ որ մի խնդիր կա քո մեջ։ Բայց այդ քո հոգեվիճակը, քո, ասենք, մտածելակերպը, բան, այդ մանկամիտ, իմ կարծիքով էլի, որ դու խնդիր ունես։ Էլի դնեմ մի կողմ, մի հատ հարց եմ ուզում տամ։ Դու որ դիմում ես վարչապետ Փաշինյանին։ Վարչապետ Փաշինյան չի, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է քո համար։ Դու ընդհանրապես իրավունք չունես իրան դիմելու։ Ու երբեք ոչ մեկդ ոչ մի բան իրան մի խնդրեք։ Հասկացա՞ք։ Որովհետև այն ժամանակ, երբ որ ինքն էր խնդրում, որ ժողովրդի թիկունքին կանգնեք, որ պատերազմին նման բաներ չանեք, ոչ մեկդ բանի տեղ չդրեցիք։ Ոչ մեկդ Փաշինյանի ոչ մի ասածը բանի տեղ չդրեցիք։ Մաքսիմալ վնասել եք, մաքսիմալ դուք ռուսամետները, ռուսի սապոկը մեր երկրում պահողները, դուք մաքսիմալ վնասել եք մեզ։ Դուք չկաք ախպեր ջան մեր համար։ Գոյություն չունեք մեր համար, Հայաստանի Հանրապետության համար։ Վաղուց քաղաքական աղբամանում եք ձեր բոլոր պապաները։ Սամոյից բռնած Քոչարյանից դուրս եկած են Քորլևոնից բռնած։ Սաղը աղբամանում եք մեր համար։ Դու գոյություն չունեք։ Սա պետք է արդեն հասկանաք։ Իսկ ինչ ասում է եկեղեցուն, դա քո գործը չի, Վալիկ ջան։ Գնա կպի գործերիդ։ Սա քո գործը չի։ Հասկացար, որովհետև դու աղոթում ու ենթարկում ես Կիրիլին, գնա իր հետ քո հացերը լուծի։ Իսկ մեր եկեղեցին մենք ինքներս կմաքրեն, առանց քեզ։ Վարչապետ Փաշինյան, մի արեք էս։ Ման մեր դու ասեիր, վարչապետն ինչ անի, տղա ջան։ Ինչ որ ես նենց զգում եմ, որ ինչ որ մեկը քեզ նենգաբար խափել է, էլի, որ քեզ այս վստահություն ա տվել, որ Նարեկ ջան, դավայ գազու չէ, ախպեր ջան։ Չկաս։ Սա համացանցը ղժում ա վրեդ։ Ով էլ չի ղժում, պրոստը որ խնդիր չունենա ձեր հետ, որովհետև ով ինչ ասում ա ձեզ, գնում եք 9-10 միլիոն սենց դատի եք տալիս, էլի։ Ամենահետաքրքիրը գիտես որն է Նարեկ ջան, որ դուք սենց սախ նենց թույն տղերք եք, դեր պապաները համենայն դեպս, այդպես են ներկայանում։ Բայց գնում են Եվրոպաներ, Ամերիկաներ գործեն տալի Հայաստանի վրա։ Ջոգում ես, ինչ աբսուրդի ժանրից է։ Հետաքրքիրն է, որ դուք ռուսի շահերն եք այստեղ պաշտպանում, բայց գնում եք Եվրոպային եք բողոքվում, Ամերիկային եք բողոքվում։ Ջոգում ես, ինչ աբսուրդ է։ Նույնն էլ քոչն է անում։ Ախր շատ նման եք իրար, սա նույն մաստի եք, նույն կալիբրի, նույն մաստի։ Նիկտո իզված նիկակ։ Հասկացար։ Կարծացի, որ փոքրիկ գլխիկը գնում է եկեղեցի։ Այդ է դու աստվածաշունչ բացած կաս։
աղոտ գիտես թե հորդ նման ես։ Ահա, խաչակնքվելու ձևն էլ գիտես կոնե։ Ասեն գնում ես ընդ ինչ անես։ Դուք ընդհանրապես աստուց հերո մարդիկ եք։ Բայց լավ, ռասուշ ուզում ես գնաս ընդ մի հատ նոր ձևով մի հատ sense իրար հետ մոդա ցույց տակ։ Չմոռանաս ապեր գլուխդ պաշտպանես գլուխդ։